Վերջին հարձակումների ֆոնին Թեհրանը դեռ չի որոշել շարունակել արդյոք Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի եւ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ բանակցությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին հորդորել է լուրջ չվերաբերվել երկխոսությունը վերսկսելու մասին հայտարարություններին։ Դիվանագետն անդրադարձել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության հեռանկարին։ Արաղչիի խոսքով չի բացառում հետագայում կառույցի հետ շփումները վերականգնելու հնարավորությունը, սակայն այժմ Թեհրանը հիմքեր չունի ընդունելու ԱՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր Իսլամական Հանրապետության եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև աշխատանքները դադարեցնելու մասին օրինագիծը։ Խորհրդարանի ներկայացուցիչ Ալի Ռեզա Սալիմին տեղեկացրել է, որ ըստ փաստաթղթի գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի եւ չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու Իրանի իրավունքը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել, այլ մանրամասներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել։ ԱՄՆ առևտրի նախարարի խոսքով Վաշինգտոնը եւ Պեկինը վերջնականացրել են մայիսին Ժնևում ձեռք բերված առևտրային համաձայնագիրը։ Հովարդ Լուտնիկը հավելել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 2 օր առաջ։ Դրա համաձայն Չինաստանը ի թիվս այլնի պարտավորվում է Միացյալ Նահանգներին հազվագյուտ մետաղներ մատակարարել։ Երբ դա տեղի ունենա, կվերացնենք ամերիկյան սահմանափակումները, նշել է պաշտոնյան։ Լուտնիկը տեղեկացրել է, որ առաջիկայում Սպիտակ տունը նախատեսում է առևտրային համաձայնագրեր կնքել 10 խոշոր առևտրային գործընկերների հետ։ Ավելի վաղ հայտարարված մաքսատուրքերի ֆոնին Վաշինգտոնը առևտրային համաձայնագրի նոր առաջարկ է ներկայացրել նաև Եվրամիությանը։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Բրյուսելն այժմ գնահատում է փաստաթուղթը հետագա բանակցությունների համար։ Պատրաստ ենք գործարքի, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք եվրոպական շահերը, հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրամիության գագաթնաժողովում չի ընդունվել Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը, որի կետերից մեկը վերաբերում էր Եվրամիությանը Կիևի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությանը։ Նախագծում նաև նշվում է, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքին ռուսական հարվածները եւ կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Կիևին։ ԶԼՄ-ների տվյալով նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Հունգարիան, ըստ Եվրոպական խորհրդի կոմյունիկեի տեքստը ստացել է Եվրամիության 27 երկրից 26-ի վճռական աջակցությունը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի հաջորդ նիստում հոկտեմբերին։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ խորհրդին աջակցել Կիևի եվրաինտեգրման ձգտումներին։ Այժմ հստակ քաղաքական ազդանշան է պետք, որ Եվրոպայի խոստումներն ուժի մեջ են, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Եվրոպական խորհրդի ղեկավարն էլ հավատացրել է, Եվրամիության նպատակն է հասնել արդար եւ երկարատև խաղաղության, աջակցելով Ուկրաինայում շարունակվող բարեփոխումներին եւ նախապայմաններ ստեղծելով երկրի եվրաինտեգրման համար։ Անտոնիո Կոշտան շեշտել է, Ուկրաինայի անվտանգությունը ամբողջ Եվրոպայի անվտանգության անբաժանելի մասն է։ Ըստ տարբեր աղբյուրների Սլովակիայի վարչապետն էլ Եվրամիության գագաթնաժողովում վետո է դրել հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի նկատմամբ։ Դրան դեմ է արտահայտվում նաև Բուդապեշտը։ Հունգարական ԶԼՄ-ների տվյալով գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ռոբերտ Ֆիցոն այս հարցով բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, սակայն որևէ արդյունքի հասնել չի հաջողվել եւ պատժամիջոցների հարցը հանվել է օրակարգից։ Ավելի վաղ Բուդապեշտը եւ Բրատիսլավան վետո էին կիրառել ռուսական էներգակիրների հրաժարվելու Եվրահանձնաժողովի ծրագրի վրա։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել է, եթե ի վերջո որոշում կայացվի հրաժարվել ռուսական էներգակիրներից, Հունգարիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։